Դեկտեմբերի 22-ին եմ զրկվել, ծննդյանս օրվան մի օր առաջ գիշերը ճանապարհին գալուց խմած եմ եղել, երևի մի 3 բաժակ բան էի խմել, այդ պատճառով բռնել են ու զրկումը եղել է։ Այսյան մեկն է այն հազարավոր վարորդներից, որոնք վերջին տարիներին զրկվել են վարորդական իրավունքից։ Այսիայի խոսքով երբևէ չէր մտածի, որ հնարավորություն կունենա առանց քննություններ հանձնելու կրկին վերադարձնել վարորդական իրավունքը։ Նա պատմում է, որ պատրաստ էր վերահանձնել վարորդական քննությունները, սակայն երբ տեղեկացավ, որ նույն խնդրին բախվել են հարյուրավոր վարորդներ, որոշեց միանալ նրանց եւ բարձրաձայնել հարցը։ Նա չի հերքում, խախտումն իր կողմից է եղել եւ հետևանքները ստիպել են վերանայել կատարվածը։ Բոլորին եմ հորդորում, որ երբեք խմած չնստեն ռուլին, ես իմ մաշկի վրա եմ զգացել, թե փորձանքներ կարա լինի ամեն տեսակ, թե դու ինքդ մի տարի նորից զրկվես, կյանք խլես։ Այսիայի պատմությունը բացառություն չէ, միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5435 մարդ, որոնցից 4899 կամ գրեթե 90%-ը ոչ թափ վիճակում մեքենա վարելու համար։ Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքների վերականգնման նոր կարգը։ Այն հնարավորություն կտա առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված որոշ անձանց ավելի պարզ ընթացակարգով վերականգնել վարելու իրավունքը։ Նոր կարգավորումը ունի անցումային դրույթ, որը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև հուլիսի 6-ը վարորդական իրավունքից զրկված անձանց։ Նրանք մեկ տարվա ընթացքում կարող են դիմել վարելու իրավունքը վերականգնելու համար, առանց տեսական եւ գործնական քննությունների, վճարելով 50,000 դրամ պետական տուրք։ Սակայն միաժամանակ նոր կարգն ուղեկցվում է մի շարք սահմանափակումներով, որոնց նպատակը վարորդի պատասխանատվությունը պահպանելն է։ Այս կարգավորումը մեկ անգամ է գործելու եւ ոչ միայն այս պարագայում քաղաքացին վճարելու է տարբերվող պետական տուրք 50,000 դրամի չափով, այլ վերջինս վարորդական իրավունքը վերականգնելուց հետո ունենալու է փորձաշրջան, այն է 1 տարվա ընթացքում նրան վերապահվելու է 6 միավոր եւ դրանց սպառման արդյունքում վերջինս զրկվելու է վարելու իրավունքից, իսկ մենք գիտենք, որ ընդհանուր կանոնը 1 տարվա համար տալիս է 13 բալ եւ դրանց սպառումը հանգեցնում է ոչ թե զրկման, այլ կասեցման։ Այսինքն այս 1 տարին էականորեն տարբերվելու է սովորական տարեկան այդ ժամանակաշրջանից, 13 բալ նախատեսող։ Ներքին գործերի փոխնախարարի խոսքով, եթե փորձաշրջանն անցնի առանց նոր իրավախախտումների, հաջորդ տարվանից կվերականգնվի բալային ամբողջական համակարգը։ Իսկ եթե վարորդը կրկին զրկվի վարորդական իրավունքից կամ սպառի իրեն հատկացված բալերը, արդեն ստիպված կլինի վերահանձնել թե տեսական, թե գործնական քննությունները։ Սակայն պետք է ընդգծել, որ այս նոր կարգավորումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք վարորդական իրավունքից զրկվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մկրտչյանը պարզաբանում է, թե որ դեպքում վարորդները կարող են զրկվել վարորդական իրավունքից։ Առողջական տեսանկյունից սահմանափակումներ կամ արգելք կունենա քաղաքացին, անկախ նրանից ինքը վարորդական իրավունք այդ պահին ունի թե չունի։ Երկրորդ դեպքը դա քրեական վարույթների շրջանակներում, երբ որ դատարանը կկիրառի որպես պատժի տեսակ վարելու իրավունքից զրկումը, եւ երրորդ տեսակը դա վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված ոստիկանության կողմից կիրառված զրկումներն են։ Մկրտչյանի խոսքով ոստիկանության կողմից կիրառվող վարորդական իրավունքից զրկման հիմքերից են ոստիկանության կանգ առնելու պահանջը կանխամտածված չկատարելը, ոչ թափ վիճակում մեքենա վարելը, առանց կամ կեղծ պետհամարանիշներով տրանսպորտային միջոց վարելը եւ այլ խախտումներ։ Աղվանը եւս վարորդական իրավունքից զրկված անձանց թվում է։ Նա պատմում է, որ սկզբում դժվարը ոչ թե պատիժն էր, այլ առօրյան առանց մեքենայի կազմակերպելը։ 2021 թվականն էր, ծննդյանս օրն էր, ես մի քիչ օգտագործել էի խմիչք, բարեկները կանգնացրեցին, ստուգեցին խմացությունս եւ զրկվեցի վարորդական իրավունքից։ Ափսոսանք ունեցա, բայց ամեն դեպքում ճիշտ էր այդ ժամանակ, որ կանգնացրեցին ինձ եւ զրկեցին վարորդական իրավունքից, որովհետեւ որ հիշում եմ կարար եւ ողբերգալի իրադարձություններով ավարտվեր։ Անդրադառնալով նոր կարգավորմանը նա նշում է, որ 1 տարվա 6 բալային փորձաշրջանը վարորդներին ավելի պատասխանատու եւ զգույշ լինելու ազդակ է։ Քիչ է, շատ քիչ է, 6 բալը տարվա համար, բայց ինձ թվում է, եթե լինենք պարկեշտ վարորդ, կարողանանք այդ ամեն ինչը պահպանենք 1 տարի եւ անցնենք արդեն 13 բալի 1 տարի հետո։ Ինձ թվում է, որ պետք է ամեն ինչ անենք, որ պահպանենք։ Մեկը ես պահպանելու եմ։
Այսօր Աղվանը վստահեցնում է, այդ իրավիճակը փոխել է իր վերաբերմունքը ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ եւ մյուս վարորդներին հորդորում է ոչ թափ վիճակում երբեք մեքենա չվարեն։ Ուրախ եմ, որ այս հնարավորությունը ընձեռնվեց մեզ։ Ինձ թվում է բոլորը այս հնարավորությունը ճիշտ կօգտագործեն ու չեն կրկնի նույն սխալը, որը որ կրկնեցինք ես եւ մնացած ինչ-որ մարդիկ։ Այս նոր կարգավորումը նաև քաղաքացիների շրջանում է տարբեր արձագանքների արժանանում, ձևավորելով հակասական գնահատականներ վարորդական իրավունքների վերականգնման մեխանիզմի վերաբերյալ։ Մարդկա իր այդ տունը իր դրանով այլի վարորդական վկայականով դրա համար ավելի լավ ընդառաջեն, բայց եթե արդեն երկրորդ անգամ նորից նույն բանը կրկնվի, արդեն պետք է ավելի խիստ լինել, որ առհասարակ կոպիտ խախտում անող մարդը ինձ թվում է էլի պիտի անի այդ նույն խախտումը։ Կողմ են, որ էլի զրկում են, իհարկե, որպեսզի խախտումները կչանան, դեպքերը կչանան։ Եթե ինքը ամբողջ այդ վարորդական իրավունքի շքամը օգտագործել է լրիվ ոչ մի այլ խնդիր չի ունեցել, մի ժամանակն է եղել այդ խնդիրը, հիմա արժի ներողամտություն ցաբերել։ Ես դեմ եմ դրան, եթե նա խմած նստել է ռուլին, ղեկին արդեն հանցագործ է։ Այսպիսով հուլիսի 6-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումը վարորդական իրավունքի զրկված որոշ անձանց տալիս է երկրորդ հնարավորություն, սակայն խիստ պայմաններով։ Այն չի ազատում պատասխանատվությունից եւ չի նախատեսում անսահմանափակ վերականգնումներ։ Կառավարության հավաստմամբ նախատեսվող փոփոխությունները կապահովեն օրենսդրական նախաձեռնության լիարժեք եւ արդյունավետ իրականացումը։ Էլեն Խուտյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։